Պողոս Առաքյալը շատ հետաքրքիր ձևով տխրությունն ու ուրախությունը իրար փոխկապակցում է։ Ասում է. ուրախ եմ, որ տխրեցիք, բայց ուրախ չեմ, որ տխրեցիք, այլ ուրախ եմ, որ ըստ Աստծո տխրեցիք, որտեղ ըստ Աստծո տխրությունը տանում է ապաշխարության, իսկ ապաշխարությունը բերում է ուրախություն։ Բայց ըստ աշխարհի տխրությունը տանում է հուսահատության։ Այստեղ Պողոս Առաքյալը հստակ տարբերակում է դնում ըստ Աստծո տխրության ու ըստ աշխարհի տխրության։ Մենք փորձենք հասկանալ աշխարհում տխրությունն է թե ուրախությունը։ Աշխարհում թե տխրությունը եւ թե ուրախությունը։ Այս աշխարհում ոչ կատարյալ ուրախություն կա, ոչ էլ կատարյալ տխրություն կա։ Մենք միշտ թե ուրախ ենք եւ թե տխուր ենք։ Որտեւ մենք պանդխտա վայրում ենք, մենք օտարության մեջ ենք, սա մեր հայրենիքը չէ։ Երբ մենք ընկանք երկիր, երբ որ Ադամը մեղք գործեց, Ադամի ծննդավայրը որտեղ էր։ Դրախտն էր, չէ՞։ Այսինքն մեր ծննդավայրը դրախտն էր, բայց մենք դրախտում էլ չպետք է մնայինք, եթե արժանանանք իդեմս Ադամի, իբրև Ադամորդիներ, պետք է տեղափոխվենք երկնքի արքայություն, հավիտենական կյանք։ Բայց իդեմս Ադամի մենք մեղք գործեցինք, վտարվեցինք դրախտի եւ մենք այստեղ արդեն ակամա անեծքի տակ ենք, երեսի քրտինքով պիտի հացված տակ ենք, հող ենք, հող պիտի դառնանք, երկնքի ցավով զավակ պիտի ունենանք, այսինքն այս բոլորը մեզ վրա են, այդ պատճառով մենք տխուր ենք, տրտում ենք, բայց ուրախ ենք, Քրիստոսով ենք ուրախ, ինչու ենք Քրիստոսով ուրախ, որովհետև Քրիստոս մեր բոլոր անեծքները իր վրա վերցրեց, մեզ համար անեծք դարձավ, մենք մահկանացու եղանք, Քրիստոս մեզ համար մարմնով մեռավ եւ մեր մահվան գինը վճարեց, մեր պատիժը ինքն իր վրա վերցրեց եւ մեզ կյանք պարգևեց։ Ուրեմն Տերը մեզ անեծքից ազատագրել է եւ մենք այդ տխրությունը Քրիստոսով պիտի հաղթարենք։ Իրականում Աստծո անեծքը իրականում օրհնությունը։ Երբ որ Աստված անեծքի տակ դրեց Ադամին, երեսի քրտինքով հաց ուտեց, դա ապաշխարություն էր։ Հող էր դառալ, դա փրկություն էր, որտեվ եթե դու մեղք ես գործել, պիտի հող դառնաս, պիտի մեռնես եւ հարություն առնես։ Եվ եթե այս բոլորը մենք գիտակցենք, հասկանանք, որ Տիրոջ պատիժը դա խրատ է, եւ խրատը այդ նույն պահին քաղցր չի թվում, հետո է քաղցրանում, այդպես էլ այդ պահին խրատը Աստծո, որ անեծքը Ադամի նրա դրված քաղցր չթվաց, շատ ծանր էր, դաժան էր Ադամի համար, հետո 6000 տարի հետո քաղցրացավ Քրիստոսով, փրկվեց Ադամը։ Ճիշտ այդպես էլ այս աշխարհում մենք իրականում երբ ենք տխրում, երբ որ մեր կյանքում նյութական մարմնավոր արժեքների հետ հավասարակշռություն չի, այսինքն ցավոք սրտի մենք այնքան մարմնավոր ենք, այնքան նյութավոր ենք, որ ուրախանում ենք, երբ որ այդ մեր հաջողությունը մեր հետ է, եւ տխրում ենք, երբ որ մենք հաջող չենք, առողջ չենք, հարուստ չենք, աղքատ ենք։ Հասկանում եք, ցավոք սրտի այդպես է։ Եվ այդ պատճառով այդ տխրությունը, այդ տրտմությունը իմաստավորված տխրություն, տրտմություն չէ, տանում է հուսահատության։ Աշխարհիկ ոչ տխրությունն է բարի եւ ոչ էլ ուրախությունն է բարի, որտեւ եթե մենք ուրախանում ենք միայն հաջողությամբ եւ առողջությամբ, ուրեմն մեր ուրախությունը թերի ուրախություն է։ Եվ եթե մենք տխրում ենք միայն հիվանդությամբ եւ անհաջողությամբ, աղքատությամբ, ուրեմն մեր տխրությունն էլ կորստական տխրություն է։ Կորստյանը մեզ պատմում։ Բայց մի հատ փոխենք Աստծով։ Նրանք երբ որ մենք տխրում ենք, երբ որ մեղք ենք գործում, տես, ըստ Աստծո տխրությունը։ Եվ ուրախանում ենք, երբ որ մեղքերի թողություն ենք ստանում։ Քրիստոսով ուրախանում ենք։ Օրինակ հետաքրքիր մի տխրություն կա,
որ կոչվում է կարոտի տխրություն։ Երբ որ ես մեր հավատացյալներից շատ քչերից լսել եմ, ասում ես կարոտում եմ Քրիստոսին։ Ուզում եմ, որ Տերն ինձ այցելի։ Անկեղծ սրտով կարոտում եմ։ Ոչ թե մեղքերի թողության, ոչ թե ուրիշների համար ցավ ապրելով, հա, մեր առաջին եւ երկրորդ շրջափուլերը տխրության հետևյալն են։ Առաջին շրջափուլը մեղքերի թողության համար, քրիստոնյաների մասին է խոսքը։ Երկրորդը մեր զավակների, մեր բարեկամների, մեր հարազատների, քույրերի, եղբայրների Քրիստոս իրենց դժվար կացության համար տխրում ենք, հոգևոր եւ մարմնավոր դժվար իրավիճակների համար տխրում ենք։ Երբեմն մեր բարեկամների հիվանդ են կամ անազատության մեջ են կամ մեղքի մեջ են, հա, եւ տխրում ենք իրենց համար, աղոթում ենք։ Սրանք տխուր տրտում են, բայց երբ որ մենք հավատում ենք, սիրով ենք աղոթում, ասում ես Գրիգոր Տաթևացին, մեր մեղքերի զղջումը տանում է ուրախության, Երանի սգավորներն, որտեղ նրանք պետք է ուրախանան, մխիթարվեն։ Մեր զավակների, մեր արդարների, մեր աղոթքները, արդարի աղոթքը շատ զորավոր է եւ օգնում է, ասում է Հակոբոս Առաքյալը։ Մեր արդար աղոթքը օգնում է։ Եվ մենք տեսնում ենք անպայման այդ աղոթքների պտուղը, արդյունքը, թե ինչպես Աստված մեր աղոթքը, արդարի աղոթքը լսեց եւ մեր բարեկամներին, մեր հարազատներին, քույր եղբայրին բարիք գործեց։ Բայց սրանք դեռևս այս աշխարհային խնդրանքներ են, հոգևոր նպատակով, վերջնական հավատակ։ Բայց կինոյի կա երրորդ տխրություն, ասում է Գրիգոր Տաթևացին, երրորդ արտասուք հանուն երկնքի արքայության։ Եվ մենք տխրում ենք, որ երկնքի արքայության մեջ չենք դեռևս, կարոտում ենք, բայց հավատում ենք, հույսով ենք, որ կհայտնվենք, բայց հենց այս աշխարհում ենք կարոտում։ Այդ տխրության մի տեսակ է Պողոս Առաքյալի հետևյալ խոսքերը։ Ասում է, ինձ համար շահ է մահը այս աշխարհից ելնելը եւ Քրիստոսի հետ լինելը։ Մի ժամ, մի վայրկյան, մի րոպե շուտ ուզում եմ դուրս գալ այս աշխարհից, մահանալ, գնալ երկինք։ Մնալը ձեզ հետ լինելը ձեզ համար է շահ։ Չգիտեմ, մնամ, գնամ, բայց գիտեմ, որ կմնամ, որովհետև իմ երեխաները դեռևս հասուն չեն։ Իմ երեխաներին, զավակներին պետք է հասունացնեմ, հասնեմ իրենց նպատակին, նոր կգնամ։ Յուրաքանչյուր ծնող այդպես է մտածում, չէ՞։ Իր նպատակի զավակներին իրենց նպատակին հասցնելն է, քանի երբ ծնող է դառնում, սա իր մտածելակերպ, այդպես էլ Պողոս Առաքյալը այդպես էր մտածում։ Ես որ գնամ, այս կաթնակեր իմ մանուկները ինչպես հասունանան, ինչպես կորընթացիներին ասում են, դուք կաթնակեր եք, դեռևս պինդ կերակուր չեք կարող, չէ։ Այդպես էլ մենք քանի դեռ կաթնակեր ենք, մեր հոգևոր ծնողները Աստծո ողորմությամբ մեզ հետ կլինենք, երբ որ մեր զավակները իրենք էլ կծոնող կդառնան, հա, երնակ միգուցե Աստված մեզ էլ վերցնի։ Ուրեմն չգիտեմ գնանք թե մնանք, բայց կարծեմ թե կմնանք եւ կհասցնենք մեր զավակների իրենց նպատակի։ Ուրեմն մենք հստակ պետք է զատորոշում անենք մեր տխրության, մեր տրտմության։ Լավ բան է տխրությունը, եթե մենք ճիշտ ենք այն օգտագործում, աստվածային տխրությունը, ըստ Աստծո տրտմությունը, հա, լավ բան է, որտեվ երբ որ ամպերը հավաքվում են եւ ամենակարևորը անձրև է գալիս, երկինքը բացվում է, արեգակն է ծագում։ Այդպես է, եթե մենք ըստ Աստծո տխրում ենք եւ արտասվում ենք, անմիջապես ուրախանում ենք, մխիթարվում ենք, արեգակն է ծաղկում։ Բայց ըստ աշխարհի տխրությունը ո՞րն է, ինչպես նարեկացին անում, ասում մի թույլ տուր ամպել եւ չանձրևել, երկնել եւ չծնել։ Երբ որ ամպում է եւ չի անձրևում եւ արեգակը դուրս չի գալիս ու անընդհատ կուտակում է ամպրոպ, անձրև, չի դինանում մարդու սիրտը, հոգին, աչքը, արեգակն է սիրում, ջերմությունն է սիրում, իսկ ամպը, մեգը, մշուշը,
մառախուղը, ամպրոպը տխրություն են պարգևում եւ ընդհանրապես մարդու սիրտը երկար չի դիմանում տխրությանը, տրտմությանը։ Նուրբ է մեր սիրտը, չի դիմանում տխրությանը եւ տեսել եք որդեկորուս մայրերը, երբ որ չեն կարողանում Սուրբ Հոգով մխիթարվել եւ չեն կարողանում իրենց այդ ծանր իրավիճակից դուրս գալ, մինչեւ իսկ հոգեկան անհավասարակշռության մեջ են հայտնվում, հա, որտեղ իրենց վիշտը կորուստը շատ մեծ է եւ չեն կարողանում իրենք գտնել ելքը այդ իրավիճակից, Սուրբ Հոգով չեն կարողանում մխիթարվել։ Աշխարհի ոչ մի մխիթարություն իրենց չի մխիթարում, բնականաբար զավակ կորցնելի ինչով պետք է մխիթարես, միայն Սուրբ Հոգով, ուրիշ ոչ մի մխիթարություն իրենց չի օգնում, բայց երբեմն իրենք չեն կարողանում գտնել, չգիտեմ ինչու, այդ հարցը չեմ կարող պատասխանել, չեն կարողանում գտնել Սուրբ Հոգու մխիթարությունը եւ տանում է փակուղի այդ տխրությունը, տրտմությունը տանում է փակուղի ու շատ ծանր իրավիճակում են հայտնվում։ Ուրեմն մենք արագ պետք է դուրս գանք տխրությունից, տրտմությունից, երկար չմնանք։ Եթե ամպել ենք, պետք է անձրևենք։ Եթե երկնել ենք, պետք է ծնենք։ Որտեվ դու երկնում ես ու չես ծնում, ինչ կլինի, ծանր կլինի։ Եթե ամպել ես ու չես անձրևում, ինչ կլինի, շատ ծանր կլինի։ Ուրեմն թող մեր տխրությունը, մեր տրտմությունը վերածվի ուրախություն եւ լինի հոգեվոր ըստ Աստծո տխրություն եւ անպայման տխրությունից եւ տրտմությունից ելք գտնենք դեպի Սուրբ Հոգու մխիթարություն։ Ամեն։